իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին, ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ արած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական, եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։